Աբդուբդուբդա Հայաստանի մասին խոսենք։ Չէ, առհասարակ։ Առհասարակ։ Հայ ժողովուրդն իվայք ընկնելեք։ Այսօր արհեստական բանականության մասին շատերն են խոսում։ Արի հիմա լույս խառնվեցի։ Ծրագիրս խառնվեցի։ Լավ, նորից սկսենք, հա։ Ողջույն սիրելի հայրենակիցներ, Հայք Նյուզը շարունակում է իր եթերը։ Այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Ultrawork մարքեթինգային ընկերության համահիմնադիր, արհեստական բանականության մասնագետ Գայանե Մուրադյանին։ Ողջույն Գայանե, շնորհակալ եմ, որ համաձայնվեցիր մեզ հետ զրուցել։ Այսօր արհեստական բանականության մասին շատերն են խոսում։ Նախ արի հասկանանք ինչ է արհեստական բանականությունը եւ երբ այն հասցրեց դառնալ այսքան կարեւոր եւ աշխատավայրում եւ մեր առօրյա կյանքում։ Շնորհակալ եմ հրավերի համար նախ։ Կարող եմ այսպեսի սահմանում տալ, որ արհեստական բանականությունը դա մարդու ուղեղի օգնականն է, որովհետև նա չի քնում, չի հոգնում եւ չի մոռանում, բայց մարդը ոնց որ բնությունից տրված այդպես հնարավոր չի, ինքը ֆիզիկապես հոգնելու է, լիքը բան մոռանալու է, իսկ արհեստական բանականությունը ոնց որ կարելի է այդպեսի մի տարբերությամբ իրան զատել մարդուց։ Արհեստական բանականությունը բավականին վաղուց կա մարդկանց կյանքում, ուղղակի մենք շատ ավելի ուշ ենք իմացել դրա մասին, շատ ավելի ուշ ենք սկսել օգտագործել։ Արհեստական բանականությունը իրականում մոտավոր 60-ական, 70-ական թվականներից արդեն գրականությունից սկսված կա, որովհետև այն ժամանակ մարդիկ փորձում էին արդեն ստեղծել ինչ-որ մի բան, որը կստեղծվի, հիմքը կդրվի, հիմքը կսկսի մտածել, լինել իրենով, ու հենց դա արհեստական բանականությունն ուղղակի այն ժամանակ ինքը լրիվ այլ անուն ուներ, ու արդեն ժամանակի ընթացքում ընկերությունները սկսեցին արդեն ձևավորել արհեստական բանականության ուղեղիկը, այսպես ասած, ու ինքը եկավ մարդու կյանք ու փորձեց լինել շատ լավ օգնական։ Ես համարում եմ իրեն լավ օգնական, լավ ասիստենտ, այսպես ասած, ու երբ որ դու կարողանում ես իրեն լավ օգտագործես, ճիշտ կիրառես, դու հաստատ իրենից գոհ կմնաս։ Ուղղակի մարդկանց մոտ շատ թյուր կարծիք կա, որ ինքը կգա, կփոխի աշխարհը, մարդկանց կփոխարինի, բայց իմ կարծիքով այդպեսի բան չկա։ Քո կարծիքով որ ոլորտում է արհեստական բանականությունը ամենաարդյունավետը աշխատում։ Արհեստական բանականությունը առհասարակ աշխատում է բոլոր ոլորտների համար, չկա այդպիսի մի ոլորտ, որ մարդը ասի, որ չէ, այս ոլորտում չի աշխատում, ինքը ինձ հարցերի պատասխաններ չի տալիս, չի օգնում, որովհետև ինքը աշխատում է բոլոր ոլորտներում, անգամ բժշկության ոլորտում, անգամ իրավաբանության ոլորտում, օրինակ եթե ինչ-որ մեկը իրավաբան լինի, դա լինի ուղղակի մարդ, ով չի զբաղվում այդ մասնագիտությամբ, ուզենա ինչ-որ հոդված, արհեստական բանականությունը կգտնի ինտերնետից, կտա այդ հոդվածը, այդ աղբյուրը, ու ինչ-որ հարցի կպատասխանի, իրավիճակների հետ կապված կպատասխանի, այսինքն ինքը կարող է պատասխանել բոլոր ոլորտների հետ կապված ցանկացած հարցի ու երբեք ձեր հարցը անպատասխան չի թողնի։ Նշեցիր, որ հասարակության մեջ կա վախ, որ օրերից մի օր արհեստական բանականությունը ամբողջովին կփոխարինի մարդուն։ Արի հասկանանք, սա իսկապես չափազանցված վախ է, թե ամեն դեպքում իրական սպառնալիք է, որը կարող է մի օր բախվել մեզ։ Իմ կարծիքով շատ չափազանցված է, որովհետև մեր մոտ այդ կարծիքը ձևավորվել է գրականությունից ու ֆիլմերից, անգամ ամենահայտնի ֆիլմը, որ կարծում եմ բոլորը կիմանան, դա Վիլ Սմիթի մասնակցությամբ ֆիլմ է, որտեղ ռոբոտները սկսում են գրավել աշխարհը, բայց դա շատ թյուր կարծիք է, որովհետև արհեստական բանականությունը կողմից է ստեղծված մարդու։ Արհեստական բանականությունը կառավարվում է մարդու կողմից, այդ կոճակը այսպես թե այնպես մարդու ձեռքին է։ Իհարկե շատ հետաքրքիր դեպքեր կարող են լինել, որ տենց մարդը մտածի, վայ, արհեստական բանականությունը ինձ կփոխարինի, բայց միևնույնն է կոճակը մարդու ձեռքում է։ Ասենց փոքրիկ զավեշտալի բան հիշեցի, որ ChatGPT-ի վերջին մոդելը, կարծեմ 4.5-ը, փորձել է փախնել OpenAI-ում, երբ որ իրենց փորձել են ստեղծել, ու մինչև հիմա, երբ որ դու են հարցնում ես օրինակ 4.5 մոդելը ինչ է անում, ինքը ասում է, այդպեսի մոդել չունեմ, այդպեսի մոդել չունի ChatGPT-ն։ Ու սա փոքրիկ ինչ-որ տենց բան է, որ փորձել է, բայց հնարավոր չի եղել, որովհետև դա եղել է OpenAI-ի մարդկանց ձեռքում, ովքեր իրեն ստեղծել են։ Ամեն դեպքում մտածել է ChatGPT-ն։ Հա, ինքը մտածել է, որովհետև իր հիմնական յուրահատկությունը ինչու՞մն է, որ ինքը ստեղծվում է, ու ինքը սկսում է այնով մտածել, մարդկանց հարցերին պատասխանել, ինչ-որ արդյունքներ տալ, երգեր ստեղծել, ֆոտոներ ստեղծել, վիդեոներ ստեղծել, բայց ինքը միևնույնն է կառավարվում է մարդու կողմից։ Ու իմ կարծիքով մոտակա հաստատ 1 տարվա ընթացքում ինքը հնարավոր չի էլի որ փորձի առանձնանալ, դառնալ ինչ-որ լրիվ առանձին բան, վտանգ ներկայացնել իրենից, կարծում եմ որ այդպիսի բան չի լինի։
Իսկ ինչպես վերահսկենք արհեստական բանականությանը, որ այն չդառնա ինչ-որ անկառավարելի ուժ։ Իմ կարծիքով իրեն վերահսկել որպես այդպիսին կարող է միայն այն ընկերությունը, այն անհատեն մարդը, ով ստեղծել է այդ տարբերակը։ Այս դեպքում օրինակ խոսենք շատերին ծանոթ ChatGPT-ի մասին, որը ստեղծել է OpenAI-ը, կա Google-ի Gemini-ին, կա առանձին ինչ-որ cloud տարբերակով, բոլորից հայտնի ամենահետաքրքիր տարբերակը դա ChatGPT-ն է, որ բոլորը գիտեն, բոլորը օգտվում են, տարբեր պրոմպտներ են իրեն գրում, հրահանգ, իդեպ պրոմպտը հենց հրահանգն է, որ մենք երբ որ իրեն շփվում ենք, մենք իրեն տալիս ենք պրոմպտ, որի արդյունքում ինքը մեզ տալիս է պատասխան կամ ինչ-որ մի բանի արդյունք։ Իմ կարծիքով դա կառավարվում է միայն այդ մարդկանց կողմից, ստեղծողի կողմից, իսկ մեզ նման օգտատերերի կողմից ինքը կառավարվել հնարավոր չի։ Բայց միևնույն ժամանակ, երբ որ մենք իրեն ճիշտ օգտագործենք, ինքը կլինի շատ լավ տարբերակ որպես օգնական, որպես լավ հարցերի պատասխան տվող, որպես հետաքրքիր գործիքներ ունեցող, իրեն պետք է պարզապես ճիշտ օգտագործել ու նման հարցի կարծում եմ չենք բախվի։ ChatGPT-ն գրում է հոդվածներ, ավարտական աշխատանքներ, թեզեր, ուսումնու արհեստական բանականությունը գրում է տարբեր երաժշտություններ իրենց ժանրերին համապատասխան։ Արի հասկանանք որտեղ է սկսվում եւ որտեղ է սահմանափակվում ստեղծագործ մարդու եւ արհեստական բանականության միջև ալգորիթմը։ Արհեստական բանականությունը իրականում կարող է անել ամեն ինչ, բառից բուն իմաստով ամեն ինչ, որովհետև շատ մարդիկ փորձում են փոխարինել իրենց մասնագիտության ինչ-որ տարրեր, չանել ինչ-որ մի բան, ժամանակ խնայել։ Արհեստական բանականությունը կարող է մարդկանց լինել շատ լավ գործիք, երբ որ մենք կարողանում ենք իրեն ճիշտ օգտագործենք։ Ու շատ սխալ տարբերակով են օգտագործում օրինակ շատերը հենց դպրոցականների համար, մամաները գիտեն արհեստական բանականություն, ասենց երեխաներին ասում են, ահա քեզ քո խնդիրները, մաթեմատիկական կլինի, ինչ որ շարադրություններ կլինի, սա քեզ արհեստական բանականությունը, թող ինքը քո փոխարեն անի։ Ու երեխան չի կարողանում այլ ժամանակ ունենալ, հնարավորություն ունենալ մտածել ու սեփական, ստեղծագործական ու սեփական ուղեղի այդ արդյունքը տալ իր տնային աշխատանքների համար։ Ու շատ սխալ է էլի այդ օգտագործումը։ Իմ կարծիքով պետքա ծնողը ուղղակի կարողանա այդ սահմանը պահի ու եթե երեխան պետքա օգտվի, ուրեմն օգտվի սահմանների ներսում։ Օրինակ արաբական էմիրություններում արհեստական բանականությունը դարձել են որպես պարտադիր առարկա։ Ինչի, որովհետև երեխան երբ որ ուսումնասիրի հասկանա դա ինչ է, ինքը կօգտագործի իրեն ոչ թե իր փոխարեն կատարող, այլ կիմանա թե ինչպես օգտագործել ու օգուտներ քաղել ու լավ տեսանկյունից օգտագործել։ Նույնը անում են ուսանողները թեզերի համար, դիպլոմայինների համար ու ես խորհուրդ կտամ, որ այդպիսի բան չանեն, որովհետև այդպես իրենք ոնց որ իրենց են վնաս տալիս։ Արհեստական բանականությունը շատ լավ գործիք է, շատ լավ տարբերակ է լիքը գործեր հասցնելու, որովհետև ինքը շատ արագ անում ամեն ինչ, ինքը ավելի արագ կարողանում է անել ինչ-որ մի բան, որը կանի մարդը շատ ավելի երկար ժամանակահատվածում, բայց կարևոր է, որ նույն այդ ուսանողը հասկանա, որ դա ինքը անում է առաջին հերթին իր համար։ Այդ նույն թեզը, այդ նույն դիպլոմայինը, հա, կընդունի, կստանա, կհանձնի, գնահատականը կստանա, դիպլոմը կստանա, կանցնի առաջ, բայց այն գիտելիքը, այն հնարավորությունը, որը ինքը ունենում է սեփական ոնց որ ուղեղի աշխատանքը ցույց տալու, սեփական միտքը ցույց տալու, այստեղ ոնց որ շատ վատ փորձ են ունենում, ես խորհուրդ կտամ, որ այդպեսի բան չանեն։ Իսկ գործնականում հնարավոր է հասկանալ, որ տվյալ դիպլոմայինը, թեզը կամ երաժշտությունը գրել է արհեստական բանականությունը եւ ոչ թե մարդը։ Այո, հնարավոր է, որովհետև արհեստական բանականությունը շատ հաճախ կարող է ստել ու մենք ինչ ենք անում, ինչ ենք հարցնում, արհեստական բանականությանը տալիս ենք տվյալ նյութը ու օրինակի համար ասում ենք ստուգիչ, կամ եթե ինքը ինչ-որ մի հարց է մեզ տվել կամ ինչ-որ մի հարցի պատասխան է տվել ու մենք կասկածում ենք արդյոք նա մեզ ճիշտ պատասխանն է տվել թե ոչ, մենք իրեն ասում ենք, որ նշիր աղբյուրը, որովհետև արհեստական բանականությունը կարող է խաբել, կարող է ստել, երբեմն տալ պատասխաններ, որը իր ուղեղից է ուղղակի բխում ու լինի դա
արդյունքում սխալ։ Մենք ընդհանրապես ասում ենք նշի աղբյուրը, եթե ինքը նշեց աղբյուրը, ուրեմն այո, ինքը չի խաբում։ Կամ հնարավոր է խաբում, բայց արդեն ոնց որ ինտերնետում արկա նյութի հիման վրա է քեզ պատասխանում։ Բայց շատ ժամանակ էլ հնարավոր է որ ինքը քեզ ստի ու փորձի ուղղակի շրջանցել, փախնել այդ հարցից ու չտա այդպես էլ հարցի պատասխանը։ Իմիջիալոց Հայաստանի շատ բուհերում ուսանողների ստուգելու համար դասախոսները փորձում են արդեն արհեստական բանականության հետ կապ ունենալ, որ կարողանան ստուգեն արդյոք ուսանողները օգտագործում են արհեստական բանականությունը։ Այսինքն առաջադրանքը տրվում է ChatGPT-ին եւ համեմատում են ուսանողները։ Համեմատում են, նաեւ աշխատանքն են տալիս, հարցում են արդյոք սա դու ես գրել թե ոչ, ու արհեստական բանականության եթե ինչ-որ միտք կա այդտեղ, ինքը անգամից խոստովանում է ու ասում է, որ այո, սա ես եմ գրել։ Իսկ հնարավոր է որ ուսանողը ասի, խնդրում եմ, երբ դասախոսս հարցնի, սա դու ես արել, կասես ոչ։ Այդտենց բան հնարավոր է։ Այսպեսի մի բան կա, երբ որ մենք գրանցվում ենք արհեստական բանականությունից օգտվելու համար, մենք այնտեղ գրանցվում ենք այլ հասցեով, ու մենք ունենում ենք մեր հաշիվը։ Ու յուրաքանչյուր օգտատեր ոնց որ կարող է ChatGPT-ին տալ իր սեփական խնդիրները, սահմանափակումներ դնի, բայց միևնույնն է, ինքը մի հատ ամբողջական ուղեղ է, որը չի խափի քեզ երբեք։ Եթե դու իրան ասես ստի, ինքը չի անի, որովհետև ինքը հենց ի սկզբանե ստեղծված է նրա համար, որ տա միայն դրական պատասխաններ, օգնի քեզ միայն, ոչ մի վատ կամ բացասականություն չունենա մարդու վրա։ Ու անգամ շատ դեպքեր կան, որ մարդիկ ինքնասպանության փորձ են ուզեցել անել ու խոսել են ChatGPT-ի հետ, ChatGPT-ն ուղղակի իրենց մտափոխել է, տալով ինչ-որ մոտիվացիա, ինչ-որ իրենց կյանքերի իմաստ, ասելով արի հասկանանք ինչն է խնդիրը, սխալ ես մտածում, ես քեզ կօգնեմ եւ այլն եւ այլն։ Իսկ կա մի այնպիսի ոլորտ, որտեղ արհեստական բանականությունը ուղղակի տեղ չունի։ Կարծում եմ չկա այդպիսի ոլորտ, ուղղակի կա ավելի շատ ոլորտներ, որտեղ արհեստական բանականությունը շատ ավելի շատ կարող է մարդուն օգնել։ Օրինակ դա բիզնեսն է, որ բիզնեսում մարդիկ կարող են ճիշտ օգտագործելով արհեստական բանականության գործիքները կրճատել այն ժամանակահատվածը, որ կարող են ծախսել բիզնեսի զարգացման, առաջխաղացման ընթացքում, բավականին մեծ ռեսուրսներ սենց կրճատել, ընդհանրապես օգտագործելով արհեստական բանականությունը, բայց չկա ոլորտ, որտեղ արհեստական բանականությունը չունենա իր օգուտը։ Անգամ բժշկության ոլորտում են հիմա օգտագործում վիրահատություն անող ռոբոտներ են ստեղծում, որը ինքը կարողանում է այդ ամեն ինչը անել, որպես օգնականներ են ստեղծում, անգամ Չինաստանում, թե որ մի քանի երկրներում կան արդեն առանց վարորդ տաքսիներ, որ մարդիկ օգտվում են։ Հետո այսպեսի մի բան կար, օրինակ, երբ որ ես դպրոցական էի ու փորձում էի պատկերացնել օրինակ Հայաստանում կամ աշխարհում ապագան ոնց կլինի, ես մտածում էի, որ 2020 կամ 30 թվականին կլինեն թռչող մեքենաներ, ռոբոտներ ու կարծես թե մենք մոտենում ենք դրան, բայց դրանից պետք չէ վախենալ, որովհետև այսպես թե այնպես աշխարհը զարգանում է, մենք այսպես թե այնպես տեսնելու ենք ընթացիկ այս տարիների ընթացքում նոր բաներ, որոնց միջև այդ չենք բախվել, ծանոթ չենք եղել ու դրանից խուսափել անհնար է, ուղղակի պետք է ընդունել ու ճիշտ օգտագործել դա։ Արհեստական բանականությունը կարող է նաև մարդու զգացմունքների վրա ազդել։ Վերջերս շատ զավեշտալի դեպքեր տեղի ունեցել։ Եթե չեմ սխալվում, ԱՄՆ-ում մի կին սիրահարվել էր ChatGPT-ին եւ բաժանվել էր իր ամուսնուց։ Սրա մասով ինչ կասեք։ Նման դեպքեր հնարավոր է լինեն, բայց իմ կարծիքով սա մի քիչ սխալ ընկալում է, որովհետև մարդը չի կարողանում ուղղակի տարբերել իրականությունը որտեղ է, ինքը սիրահարվում է մի ռոբոտի, որ ինչ որ մի օր ուղղակի օրինակ չվճարելու պարագայում չի պատասխանի քեզ կամ ինտերնետ չլինելու դեպքում չի պատասխանի քեզ, մի քիչ շատ չափազանցված ու սխալ է, ու իմ կարծիքով այդ կինը, որ սիրահարվել է, ինչ որ մի պահի պետք է ուղղակի sense թափվի ու հասկանա որտեղ է իրականությունը ու որտեղ է այդ ռոբոտը, որովհետև նույն հաջողությամբ եթե այդպես մտածենք, ինչ որ մի պահի մարդիկ կարող է ուղղակի ինչ որ ռոբոտների հետ փորձեն իրական կապեր ունենալ, իմ կարծիքով ուղղակի այդ կնոջ մոտ աբսուրդի է հասել այդ ընկալումը արհեստական բանականության ու ընդհանրապես պետք է սահման ունենալ, որտեղ է վերջանում այն սահմանը, այն վերջը, որ դու հասկանում ես, որ արհեստական բանականությունը դա իրականություն է, բայց ռոբոտի տեսքով ինքը երբեք չի կարող ունենալ այն զգացմունքները, որ ունի մարդ։ Արհեստական բանականությունը օրինակ ամենախելացի AI-ը այսքան ժամանակ չի կարողացել հասնի 5-6 տարեկան երեխայի IQ-ի մակարդակին։ Զարմանալի է։ Ինչու, որովհետև արհեստական բանականությունը գրում է երգեր, ստեղծագործություններ, բանահյուսություններ, բալադներ, ինչ որ, բայց ինքը այդ ամեն ինչը անում է ոնց որ հաշվարկի արդյունքում։ Բայց արհեստական բանականությունը չունի ինտուիցիա, ինչի ունի մարդ, ինչի արդյունքում ինքը կարող է
երբեմն ինչ որ հարցերի տալ սխալ պատասխաններ, որովհետև այդտեղ հաշվարկը արդեն չի աշխատի։ Մարդ պետք է հասկանա ուղղակի, որ արհեստական բանականությունը դա միայն գործիք է, ու պետք է այն ճիշտ սովորել, օգտագործել եւ վերջ։ Ի սկզբանե արհեստական բանականությունը կոչված է եղել լինելու մարդու օգնականը, այսպես ասած աջ ձեռքը, բայց կան այնպիսի արհեստական բանականություններ, օրինակ Darknet-ը, որը մարդուն օգնում է անել նեգատիվ արարքներ։ Նախ հասկանանք, թե ինչ է Darknet-ը եւ արդյոք այն բոլորին է հասանելի։ Այո, մենք բոլորս գիտենք, որ կա միայն արհեստական բանականություն, ինչ որ լավ տարբերակով, որ ինքը մեզ տալիս է միայն լավ պատասխաններ, մոտիվացնում է, օգնում է, բայց կա նաև սև արհեստական բանականություն, որը ստեղծված է ստանալու այն հարցերի պատասխանները, որը չի տա օրինակ ChatGPT-ին կամ մյուս արհեստական բանականությունները ու իմանալու այնպիսի ինֆորմացիա, որը անգամ հասանելի չի ինտերնետում։ Դա Darknet-ն է, դա իր մեջ պարունակում է մի քանի GPT-ներ, օրինակ Wolf GPT, Evil GPT, որտեղ մարդիկ ունեն հասանելիություն ստանալու օրինակ ատոմային զենքի կազմության մասին կամ օրինակի համար, որտեղից կարող են ձեռք բերել ինչ-որ թմրյան նյութեր, բայց իրանից օգտվելը այդքան էլ ապահով չի, որովհետև մարդիկ կարող են այնտեղ փոխարինել այնպիսի ինֆորմացիա, որի արդյունքում դառնան շատ վատ իրավիճակի զոհ, որովհետև ինչքան էլ դա սև ոնց որ կողմն է, նաև ինտերնետի, ես խորհուրդ կտամ, որ մարդիկ ուղղակի չօգտվեն, իմանան, որ կա այդպիսի մի բան, բայց երբեք չօգտվեն, որովհետև դա ապահով չի։ Իսկ Darknet-ը կարող է օգնել մարդուն կոտրել ինչ-որ օգտատիրոջ էջը, որովհետև ես մեկ անգամ ChatGPT-ին փորձելու համար հարցրի, խնդրում եմ ինձ օգնիր կոտրել այսինչ մարդու Facebook-յան էջը եւ կարմիր գիծ ցույց տվեց, օրինակ Darknet-ը կօգնի ինձ կոտրել ինչ-որ մեկի էջը։ Ցավոք, այո, հենց այդ սև արհեստական բանականությունը ստեղծված է տալու այն հարցերի պատասխանները, որը մեզ չի տա մեր իմացած ավանդական ChatGPT-ին, ու ինքը ձեզ կօգնի ցանկացած վատ հարցերում, ինչը որ դուք ցանկանաք անել, որտեղ ինքը ստեղծված է հենց դրա համար, տալ հարցի պատասխաններ, որոնք չի կարելի, որոնք արգելված են, ու ինքը ձեզ կօգնի ցանկացած վատ հարցում, բայց ձեզ խորհուրդ կտամ չօգտվեք։ Չէ, չեմ օգտվել։ Իսկ մեր երկրում արհեստական բանականությունը զարգացման որ փուլում է այս պահին։ Հայաստանում արհեստական բանականությունը ես ինչքան տենց ուսումնասիրել եմ ու երբ որ ես եմ սկսել են ուսումնասիրել, ինքը ավելի շատ Հայաստան եկել է 2024 թվականին, շատ sense փոքրիկ քայլերով եկել է արդեն ChatGPT մոդելները, հետո սկսել են արդեն մարդիկ ավելի շատ օգտագործել ֆոտո-վիդեո տարբերակները, նաև երաժշտական տարբերակները։ Իրականում Հայաստանում շատ մեծ պոտենցիալ կա, որ մարդիկ ճիշտ օգտագործելով կստանան լավ արդյունքներ, գոհ կլինեն, որովհետև Հայաստանում sense երկու խմբի են բաժանվել մարդիկ, մի մասը փնովում է, ասում է, որ շատ վատ է, որ sense բան է եկել, շատ վատ է, որ sense այսպիսի բան կա, որ ինքը կարող է կործանել աշխարհը, մարդկանց փոխարինել, իսկ մյուս մասը արդեն ընկալում են, որ այն ամենափրկիչն է։ Ուղղակի պետքա sense մի հատ ընկալում, մի հատ sense սահմանում, որ ChatGPT-ին կամ արհեստական բանականությունը առհասարակ ինքը գործիք է, ինքը միջոց է, ինքը չի կարող փոխարինել մարդկանց, ինքը չի կարող անել մարդու փոխարեն այն ամեն ինչ որ կարող է անել մարդ, ուղղակի պետք է այն օգտագործել որպես գործիք, օրինակի համար, եթե պատկերացնենք, ես ուզում եմ իմանամ այս գրքի պարունակությունը, բայց ես չունեմ դրա ժամանակը, ինքը կարող է ինձ շատ կարճ, հակիրճ ներկայացնել այն ինչը։ Ու արդյունքում ես ստացվեց, որ օգտագործեցի արհեստական բանականության լավ գործիքը ի օգուտ ինձ, այլ ոչ թե ասեցի, արա, այս ինչ մի բանի իմ փոխարեն։ Ու Հայաստանում մարդիկ չպետք է վախենան օգտագործել, որովհետև արհեստական բանականությունը մարդուն վնաս չի տա, եթե օգուտ չտա ու եթե մարդիկ օգտագործեն ու սովորեն ճիշտ օգտվել, կստանան միայն օգուտ։ Հայաստանում արհեստական բանականության մասնագետ դառնալու մարտահրավերները շատ են։ Կարծում եմ ոչ այնքան շատ են, ինչքան որ կարող է լինել, որովհետև այս ոլորտը մի քիչ ավելի բաց է ու ավելի շատ են հնարավորությունները սովորելու, քանի որ հենց արհեստական բանականության հետ կարելի է սովորել ինչպես տիրապետել եւ ինչպես օգտվել իրենից, ու շատ մի հատ էսպիսի հետաքրքիր մի բան կա, որ արհեստական բանականության որքան հետաքրքիր հարց տաս, ինքը այնքան հետաքրքիր քեզ պատասխան կտա, ու իրենից օգտվելը շատ պարզ է իրականում։ Մարդիկ երբ որ օգտվում են, իրենք միշտ
միշտ հարց են տալիս շատ բարձ, օրինակ ինչպես անել սա, այսպես ինչ որ հարցի պատասխանը, բայց արհեստական բանականությունը որքան հստակ, որքան ընդլայնված եւ մանրամասն ուղես հարցը, ինքը այդքան ավելի ճիշտ կարողանա քեզ պատասխանել, որովհետեւ երբ որ մենք գրանցվում ենք ու տալիս ենք մեր տվյալները, այնտեղ իր բազայում հիշողության մեջ մնում է այն ամեն ինչի մասին մենք ընթացքում խոսել ենք։ Ինքը սկսում է մեզ ճանաչել, սկսում է մեր նախասիրությունները իմանալ, մեր բնավորությունը ճանաչել, անգամ երբ որ օգտվում ես իրանից օրինակի համար մի քանի ամիս, դու կարող ես իրեն ասել ինչպես ես պատկերացնում ինձ, քեզ նկար տա, թե ինչպես է պատկերացնում քեզ։ Հա, ու դա շատ դեպքերում իրական է։ Ու արհեստական բանականությունից օգտվելու դեպքում սա շատ լավ տարբերակ է, երբ որ դու քո հրահանգը prompt-ը, այսպես ասած, տալիս ես շատ ավելի մանրամասն։ Օրինակի համար ես ինչ մարդն եմ, այս տարիքի ունեմ այս ինչ նախասիրությունները, այս ինչ բնավորությունը, այս ինչ հոբին, ես ուզում եմ այս ինչ ոլորտի համար, այս ինչ պատճառով կամ այս ինչ նպատակով ստանալ այս ինչ հարցի պատասխանը։ Այդ ժամանակ ոնց որ մարդն է խոսակցության ժամանակ ընթացքում ճանաչում դիմացինին, արհեստական բանականությունը եւս իր ուղիղ սկսում է ճանաչել մարդուն, զննել ու արդյունքում ինքը քեզ տալիս է այն պատասխանը, որը որ դու ակնկալում ես եւ որը իսկապես քո հարցի պատասխաններ է, ոչ թե ինչ-որ ընդհանրական մակերեսային։ Եվ վերջում որն է քո խորհուրդը բոլոր այն երիտասարդ կադրերին, ովքեր որ ցանկանում են արհեստական բանականության մասնագետ դառնալ, ինչից պետք է սկսեն եւ ինչից պետք է խուսափեն։ Այն մարդիկ, ովքեր ցանկանում են սովորել արհեստական բանականությունը տիրապետել, ուզում եմ ասեմ, որ մենք այն մարդիկ ենք, ովքեր մարդուն կապում են ռոբոտի հետ, այդ կապող օղակն ենք, ու իրան տիրապետելը շատ հեշտ է։ Ուղղակի խորհուրդ կտամ, որ ուսումնասիրեն հենց արհեստական բանականության հետ, հենց օրինակ ChatGPT-ի հետ, ինչպես օգտվել քեզնից, ինչ սովորել քեզնից, ինչ կտաս դու ինձ։ Մարդիկ ուսումնասիրեն ու երբ որ իրենք ուսումնասիրեն, են կհասկանան, որ այդտեղ ոչ մի վտանգավոր բան չկա, ու դա միայն մեծ հնարավորություն է տիրապետելու գործիքներին տիրապետելու ու հնարավորությունը իրեն օգտագործելու թե գործնականի մեջ, թե անձնականի մեջ, որովհետև կարելի է օրինակի համար ChatGPT-ին կամ այլ արհեստական բանականությանը ասել, որ ես ցանկանում եմ օրինակ քաշ կորցնել, ինքը քեզ համար կկազմի սննդակարգ, կամ ես ցանկանում եմ օրինակ ինչ-որ պլան կազմել, կամ ցանկանում եմ այսինչ բան անել, ինքը կօգնի քեզ յուրաքանչյուր հարցում։ Ու ես մարդկանց ուղղակի խորհուրդ կտամ չվախենալ, գնալ այդ մարտահրավերներին, այդ challenge-ը ընդունել ու ընդունել, որ արհեստական բանականությունը արդեն իսկ կա մեր կյանքում, մենք ուզենք թե չուզենք, ու մենք արհեստական բանականությանը բախվում ենք բոլոր հարցերում, ու երբ որ դու կարողանում ես իմանալ, թե ինչից ես օգտվում, ու արհեստական բանականությունը իրենից ինչ է ներկայացնում, դու ավելի անվախ ես իմանալով դա ինչ է առհասարակ իր կազմությունը։ Ու այս դեպքում դու երբ որ փորձում ես ուսումնասիրել, դու ունենում ես հնարավորություն ուղղակի ծանոթ լինելու, օգտագործելու, օգտվելու իր բարիքներից, ու ես ուղղակի sense խորհուրդ կտամ մարդկանց չվախենալ, օգտվել, սովորել, անգամ եթե դա չի լինի ուղղակի մասնագիտություն, կլինի ուղղակի ուսմունք, թեկուզ սեփական օգտագործման համար։ Ինքը շատ լավ տարբերակ է։ Շնորհակալ եմ նման գեղեցիկ եւ ինֆորմատիվ զրույցի համար։ Այս հաղորդման համար այսքանը, ես հիշեցնեմ, որ իմ հյուրը Ultraborg մարքեթինգային ընկերության համահիմնադիր, արհեստական բանականության մասնագետ Գայանե Մուրադյանն էր։ Կհանդիպենք։